Բժիշկներն արտագաղթում են, ոլորտը կանգնած է կադրային կոլապսի առաջ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության փոխնախարար Լենան Անուշյանը, որ համացանցում ռիլ է հրապարակել, անդրադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության թեմային, դժգոհություն է առաջացրել թե մասնագիտական շրջանակներում, թե հենց նախարարությունում։ Ժողովուրդ օրաթերթի բացառիկ տեղեկություններով տեսանյութում փոխնախարարի անբռնզբոր ծիծաղն ու ձևակերպումները մի շարք բժիշկների կողմից ընկալվել են որպես ծաղրական վերաբերմունք համակարգի խնդիրների նկատմամբ։ Աղբյուրները պնդում են, որ հրապարակումից հետո առողջապահական համայնքում քննադատական արձագանքներ են հնչել, ինչի հետևանքով ռիլը կարճ ժամանակ անց հեռացվել է։ Իհարկե, մենք ունենք տեսանյութը։ Նախարարությունի ժողովուրդ օրաթերթին փոխանցում է, որ ստեղծված իրավիճակը նաև ներքին քննարկման առիթ է դարձել։ Մեր աղբյուրների պնդմամբ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դժգոհել է հրապարակումից եւ հենց նախարարի մակարդակով է հորդորվել հեռացնել տեսանյութը։ Պաշտոնական հաստատում այս տեղեկության վերաբերյալ առայժմ չկա։ Բանն այն է, որ ռիլում համընդհանուր ապահովագրության ներդրման ձախողման մասով կամահրական ծիծաղ կա փոխնախարարի կողմից, որը վերագրվել է նախարարին, այսինքն փոխնախարարը չէ, բայց նախարարը ձախողել է ապահովագրության համակարգի ներդրումը։ Այսպես է մեկնաբանվել փոխնախարարի տեսանյութը։ Հիշեցնենք, որ փոխնախարար Անուշյանը այն պաշտոնյան է, ում որդին առողջական հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ինչպես մեզ փոխանցում են, անձնական տվյալների գաղտնիության հիմքով մանրամասներ չի հրապարակում, թե ինչպես է ազատվել ծառայությունից, ոչ էլ նախարարի տեղակալն է հրապարակավ պարզաբանում։ Ժողովուրդ օրաթերթը պատրաստ է հրապարակել նաև առողջապահության նախարարության և փոխնախարարի պարզաբանումը, եթե այն ներկայացվի։